ասա, Պարոն գնդապետ, խնդրում եմ բոլորին փոխանցել, որ 2 րոպեից հասնում ենք, ասա։ Այս ինքում իմ տղեկ Խոսա մի անջատի։ Դեռ իմ աղջիկը Ասա, լսում եմ, ասա ձենը ինչի ա կորում։ Ես էլ հիմա կարտոն քաշում եմ, ուզում եմ, որ բոլորին փոխանցել։ Խոսա մի անջատի։ Այս դիկը հանձնողի մերը Երևի թե Աստծո նախախնամությունն էր առաջի հերթին, որ այդ պատիվը ընձեռնվեց ինձ քանդակելու Ռոբերտ Աբաջան ազգային հերոսին։ Ես փորձել եմ իմ միջով անցնելով, զգալով իմ տպավորությամբ ստեղծել այն, ինչ որ արդեն ագներև է ձեր աչքի առաջ է։ Տեսեք Աբաջան Ռոբերտի սխրանքը ինքը միշտ կմնա եւ բազում սերունդներ հələ կկրթվեն այն սխրանքով, այն ցիրկով, որ արել է ինքը։ Ես փորձել եմ ստեղծել իրան հետեւյալ կերպ։ Երբ որ մենք տեսնում ենք իր հագուստը ոչ ստանդարտ վիճակում է, էլի, այսինքն ես փորձել եմ նկարագրել իր այդ վերջի պահը։ Պահ, որը կորցրել է ինքը ամեն ինչ եւ տալիս է իր ամենաթանկը հանուն հողի, հանուն հայրենիքի, որ իրան ասում են կարող ես հետ գալ, դու արի, բայց ինքը ասում է իմաստ չունի իմ գալը։ Ես փորձել եմ այդ սիմվոլիկան, որը թե իր նռնակի մեջ էր, թե իր ռացիայի մեջ էր, որով ինքը կապ է հաստատել։ Ու այդ կալցոն, որը քաշել է, որ արդեն պետք է ինքը իր հետ տանի թշնամուն։